Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, եթերում նորից ծովից ծով ոդքասթն է, ձեզ հետ են Աղասի Ենոքյանը Կալիֆոռնիայից եւ ես Ռուբեն Մելիքյանը Երևանից։ Ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն ջան, բարև ձեզ սիրելի դիտողներ։ Անցած շաբաթ մենք խոսեցինք այն մասին, որ սկսվեց պատերազմը փաստորեն մերձավոր արևելքում, սկսվեց պատերազմը Իրանի դեմ, եւ այս շաբաթ եւ միջազգային լրահոսում եւ ամեն գոնե շրջակա երկրներում սա երևի դոմինանտ թեման էր, կարծում եմ այս թեման պետք է մի փոքր ավելի երկար արձարծենք, մանավանդ որ պատերազմը սպառնալիորեն մոտեցել է Հայաստանին, հա։ Շատ լավ, մենք հիշեցնենք, որ մենք նախորդ ձայնագրության նախորդ հաղորդման ժամանակ էլ ասացինք, որ տեսագրում ենք հաղորդումը շաբաթ օրը եւ այդ ժամանակ օրինակ մենք տեղյակ չենք, որ Իրանի հոգեվոր առաջնորդին պետության ըստ էության ղեկավարին էին արդեն սպանել բազմաթիվ այլ պաշտոնատար անձանց եւ դա պարզ դարձավ արդեն հաջորդ օրը եւ մի հատ փորձենք այս պահին արդեն մեկ շաբաթ անցել է փորձել հասկանալ երկու կողմերի, այսպես ասենք, ստրատեգիան ինչ նպատակներ է իր առջև դրել մի կողմը իդեմս Ամերիկայի, հետո առանձին նաեւ Իսրայելի ինչքանով է կարողացել այդ խնդիրները լուծել եւ հետո անցնենք արդեն Իրանին այ դու որպես նաեւ այս ավելի շատ հետևող այս հարցերին փորձի նաև իմ համար բարձրաբանել ըստ քեզ Միացյալ Նահանգները հայտարարել էին խնդիրները, որոնք իրենք ուզում են լուծեն, դա փաստորեն այն է, որ Իրանը ամբողջապես պետք է հրաժարվի միջուկային ծրագրից, որ Իրանը պետք է հրաժարվի իր հրթիռային ծրագրից եւ իր պրոքսիներին տրվող ցուցաբերվող օգնությանը։ Հետագայում ավելացավ նրան իհարկե պահանջը, որ պետք է Իրանի ղեկավարությունը փոխվի։ Եվ փաստորեն արդեն պատերազմից հետո ավելացավ։ Հա, պատերազմի ընթացքում։ Հա, ընթացքում։ Սկսելուց հետո։ Հա, ղեկավարությունը ուզած թե չուզած պետք է փոխվի, որովհետև նախկին ղեկավարին սպանել են եւ ուրեմն ղեկավարներին մեծ թվով, հա։ Բայց փաստորեն Իրանը իր արժեվ դրա Իրանի խնդիրը իհարկե պաշտպանությունն է, իրեն պաշտպանելն է, բայց մի զարմանալի բան նկատվեց, որ Իրանը պատասխանում է ոչ միայն Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, այլև խփում է իր հարևան աստորեն բոլոր երկրներին եւ այս պահին 13 թե 14 երկրներ արդեն այսպես թե այնպես ներքաշված են։ Չէ, մի վարքյալ, արի բոլոր բառը մի քիչ զգուշ օգտագործենք։ Մենք էլ ենք հարևան, բայց մեզ չի խփել։ Այդ մարդկանց վրա արի շատ չանենք։ Լավ, ասենք այն երկրներին, որտեղ ամերիկյան ռազմական բազաներ կան տեղակայված, հա, իսկ ըստ էության դա փոստորեն ծոցի բոլոր երկրներն են, բացի Օմանից։ Հա, բայց Օմանին էլ էր չէ խփել, թե Օմանին չէր խփել։ Չէ, Օմանը չի խփել։ Հա։ Որը որ փորձում է ուրեմն իրեն պահել չեզոք, եւ որը որ փորձում է դառնալ այնտեղ միջնորդ, հա, եւ փոստորեն կարծես թե մի կողմից անիմաստ ստրատեգիա է դա, որովհետև դու քո թշնամիների թիվն ես, որն է նպատակը, ու հետագայում պարզվեց, որ նպատակն փորձում է հնարավորինս շատ վնաս պատճառել թե ռեգիոնին եւ թե համաշխարհային տնտեսությանը, ուրեմն նավթի եւ գազի գների կտրուկ աճ գեներացնելով, որի պատճառով նրան թվում է թե ուրեմն այս ամերիկյան դաշնակիցները, այսինքն ծոցի երկրները կճնշեն Ամերիկայի եւ Իսրայելի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն պատերազմը։ Բայց մյուս կողմից էլ իհարկե դա ցույց է տալիս այն ստրատեգիան, որի համար Իրանին ասում են terrorist երկիր, այսինքն նա խփում է աչուծախ, այսպեսի։ Ես այնքան էլ համաձայն չեմ, որովհետեւ անկյուն գցած, այսպես շատ կներեք գազանի պես ինչ անեն բա պաշտպանության ինչ ստրատեգիա որտեղեն այսինքն նրանց ստրատեգիան շատ պետք է այն լինի որ շատ վնաս տալով ստիպեն որպեսի այլ գործոն այլ ուժային կենտրոն չասեմ գործոններ աշխատեն որպեսի պատերազմը շուտ ավարտվի թե չէ այլ տարբերակ չունեն այդ մարդիկ
Դե այլ տարբերակ կարելի է գոնե պատերազմի սկզբում կարելի էր նկատել բանակցությունները, պատերազմը շուտ ավարտելու, որին իրենք սկզբում չգնացին, իսկ հետո Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ չեն գնա բանակցությունների, իրենք գնալու են մինչև վերջ։ Ինչպես հիշում ես, հենց պատերազմի սկզբում փաստորեն խոսեցինք այն մասին, որ պատերազմը կընթանա այնքան ժամանակ, քանի դեռ հրթիռներ ունեն։ Հիմա մենք տեսնում ենք, օրինակ Իրանի արձակած հրթիռները մի շաբաթվա ընթացքում մոտ 15-20 անգամ օրական այդ արձակումների թիվը նվազել է, ու դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ իրենց հրթիռներն են, այլև նրանով, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը խփում են հենց հրթիռային կենտրոններին, այդ արձակման կայաններին, եւ այս պատճառով ուրեմն փաստորեն վերացնում է թե արձակման կայանները եւ թե այնտեղ հավաքված հրթիռները։ Եվ պետք է նշել, որ պատերազմի սկզբում Իրանը շատ ճշգրիտ հարվածներ էր արձակում, ասում են դա այն պատճառով է, որ ռուսները տվել են կոորդինատներ, հա, բայց հետագայում կարծես թե այդ կոորդինատները մի կողմից հնացան, մյուս կողմից սա նկատելով փաստորեն այս Իսրայելն ու Միացյալ Նահանգները սկսեցին տեղաշարժել իրենց այդ հրթիռային կետերը, իրենց հրամանատարական կետերը եւ Իսրայելը իրանական հարձակումների ճշգրտությունը պակասեց։ Բայց Իրանը անցավ այլ ռազմավարության, դա մեծ քանակությամբ էժան դրոններ արձակելն է, որը որ կարծես թե այս պահին իրեն արդարացնում է այդ դրոններից դեռևս ունեն, ինչքան էլ ոչնչացնում են այդ դրոնների ավիակին, նա ոչնչացրեցին, բան է դրոններից դեռևս ունեն եւ նրանց ոչնչացնելը ամերիկյան մեթոդներով բավականին թանկ է նստում։ Երևի չգիտեմ, մի դրոնի տրվող պատասխանա, ասենք կարող է մի 50-100 անգամ ավելի թանկ լինի, քան մեկ դրոնի արժեքն է։ Եվ սրա համար է, որ փաստորեն փորձում են դիմել Ուկրաինայի օգնությանը, ով ունի հակադրոնային դրոններ, հա, այսպես փորձ ունի դրա դեմ։ Ամեն դեպքում հիմա դեռևս այս պատերազմը գնում է եւ այս պատերազմը ընդլայնվում է։ Լավ, արի մի քանի հարց կոնկրետ քննարկենք տնտեսական բաղադրիչի մասին, ջրանց կփակելու հետ կապված հայտարարություն եղավ, արդյոք արդեն իսկ դա հանգի, օրինակ դուք Ամերիկայում արդեն տեսնում եք, որ բենզինի գների աճ բանը տեղ կա թե չէ։ Հա, կա։ Բենզինի գների աճ այստեղ կա, երևի ես երեք եմ տեսել, երևի 10-12%-ով աճ կա։ Արդեն կա, աճը կա։ Հա, կա։ Այսինքն այդ մասով Իրանը ինչ որ արդյունքի կարելի ասել հասել է ու մարդիկ զգում են, որ այս պատերազմի հետևանքն է, թե մարդկանց մեկա։ Դե գիտես, քիչ բանը անընդհատ լինում է, հա, ասենք COVID-ի ժամանակ ավելի բարձր էր աճը, եւ պատերազմի հետ։ Այսինքն ազդեցությունը այդքան մեծ չի։ Չէ, դե ամերիկյան բան կյանքի վրա ազդեցությունը այդքան մեծ չի։ Այլ խնդիրներ են ուրեմն, որ կարող այլ խնդիրներ կարող են լինել Եվրոպայում, այլ խնդիրներ կարող են լինել տարածաշրջաններում, դրանց մասին չեմ կարող ասել, բայց մենք վերջի շրջանում տեսնում ենք, որ լուրջ փորձ է արվում ուրեմն պատերազմի մեջ ներքաշելու Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչու, որովհետեւ փաստորեն պարզվում է, որ խնդիրները այն փորձերը Ամերիկան դրել էր իր առաջ, ավելի շատ Իսրայելն էր դրել իր առաջ, թե ինչպես պետք է ուրեմն Իրանի վերջը տալ, հա, այսպես ասած, դրանք իրենց չարդարացվեցին, այսինքն այաթոլլայի սպանելը չբերեց երկրում իսլամական ռեժիմի փոփոխության, ինչի վրա հույս ունեին, ուրեմն չստացվեց երկրում էթնիկ շարժումներ առաջացնելը։ Ես ասեմ, սա շատ կարևոր հանգամանք է, ու սա երևի պետք է քննարկենք, այդ մարդիկ ինչ էին մտածում, էլի զարմանալի է իմ համար, ասենք օրինակ իրենք վերացրեցին ֆիզիկապես այաթոլլային, նու այսինքն երկրի ղեկավարին այաթոլլա Խամենեին։ Ինչ մտածում են, որ դրանով հարցը լուծվելու է, ընդհակառակը այդ մարդը դարձավ նահատակ, բառիս ամենադասական իմաստով, եւ հələ մի կողմ դրան գումարվեց նաեւ այն խայտարակ իրականությունը, որ
երեխաների վրա էին ռումբեր ընկել, հրթիռներ ընկել, հարյուրավոր աղջիկներ էին երեխա դպրոցում, այսինքն այս ամեն ինչը բերեց նրան իմ պատկերացմամբ, որ Իրանի ներսում անգամ հակակառավարական տրամադրություններ ունեցող ուժերը, եթե բարձրաձայնեն իրենց տրամադրությունների մասին, միանգամից այդ արյունը, այդ երեխեքի արյունը կգա կպնի իրանց ձեռքերին։ Իհարկե։ Այս պայմաններում ավելի քիչ հավանական է որևէ հակակառավարական շարժում, քան ասենք 1, 2, 3 ամիս առաջ։ Արդյոք։ Եվ բոլոր նրանց, էլի, եւ այստեղ նահատակության գործոնն է աշխատում նաեւ։ Նահատակության գործոնն է աշխատում։ Պարզապես վտանգավոր է։ Այդ մասն էլ պետք է, չէ՞։ Դե հա։ Ես ճիշտ ասած այսպեսի տպավորություն ունեմ, որ այստեղ Ամերիկան իր հույսը դրել է Իսրայելի տված տվյալների վրա, որոնք որ պնդել են թե այաթոլլահին վերացնելով այնտեղ հնարավոր է ռեժիմ փոխել, որոնք որ պնդել են թե հեսա այդ էթնիկ արաբները, բելուժները ու ադրբեջանցիները գլուխ կբարձրացնեն, հա։ Պաստորեն նման բաներ չեղան, ուրեմն ոչ այսպես կոչված դեմոկրատական ուժերը գլուխ բարձրացրեցին, ոչ այդ էթնիկ շարժումները, նույնիսկ հիմա լուրջ փորձ արվում քրդերին ներգրավել, ինչի, որովհետև անհրաժեշտ է ցամաքային գործողություն։ Հա, էլի, այդպես վերևից գցելով չի լինի, պետք է ինչ-որ զորք մտնի։ Okay, ինչ է կանելու, ինչքան երկար պիտի, ասած բաներով, հրթիռներով խփեցին հետո։ Պետք է ցամաքային գործողություն, դրա համար պաստորեն Ադրբեջան, Թուրքիա, քրդեր, որոնք որ պոտենցիալ կարող են այդ դերը կատարել, բայց ոնց որ թե այս պահին հələ որ տենց նշաններ շատ չկան, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Այդպես հիմա այդտեղ հնարավորությունները կարծես թե, չգիտեմ, մյուս սահմաններին որ նայես, ասեմ Թուրքմենիայից բնականաբար նման ինչ-որ բան չի լինի, Պակիստանից հիմա Պակիստանի գլուխը խառն է Աֆղանստանի հետ կապված, այնտեղից նման գործողություն չունի, դրանից բացի Պակիստանի ու Իրանի հարաբերությունները ամենևին վատ չեն, հա։ Դրա համար փորձ արվեց, ուրեմն ինչ-որ մի անօթաչու ընկավ Թուրքիայի տարածք, որը որ պարզապես բերեց բողոքի եւ իրանցիներն էլ բնականաբար ասին մենք կապ չունենք դրա հետ։ Թուրքիայի թե Ադրբեջանի։ Թուրքիայի, սկզբում Թուրքիայի։ Հա, հետո նոր Ադրբեջանի, հա։ Դե Թուրքիայում այդ ռիզոնը կար, որտեղ Թուրքիայում ամերիկյան ռազմական բազա կար, հա, այս առումով կարելի է մտածել, թե ընդհանուր այդ հաշվի մեջ Բահրեյն, Քաթար, Մաթարի հետ Թուրքիան էլ կխփի, դրա անվանություն կա։ Եվ Ադրբեջանին փաստորեն երկու անօթաչու կան, որը որ բերեց շատ լուրջ լարվածության։ Փաստորեն շատ լուրջ լարվածության։ Կարծում եմ, որ սա պրովոկացիա է, իհարկե, Ադրբեջանում այդ դրոններ գցել որովհետև Իրանը, ասենք, կարելի է Բահրեյնի բան խփել, կամ չգիտեմ, Քուվեյթին խփել, Էմիրատներին խփել, որովհետև այնտեղի նավթը համաշխարհային շուկայի վրա մեծ ազդեցություն ունի, նրանք կարող են Ամերիկայի վրա ճաշել, բայց Ադրբեջանի խփելը մանավանդ հաշվի առնելով Իրանի տարածքում ապրող շուրջ 30% ադրբեջանցիների գործոնը շատ վտանգավոր է եւ Իրան նման քայլի չէր գնալ։ Ադրբեջանը կարծես թե փուլ է տվել այս խայծը, գոնե մի քիչ զարգացնում է, որովհետև հայտարարեց, որ իրենց մոտ այդ Իրանի պահապանների խորհրդի հետ կապված տերորիստական խումբ են բացահայտել, հա։ Սա նույնպես զարմանալի է, որովհետև այս բոլոր երկրներում ինչքան էլ մենք համարում ենք, որ տերորիստական իսլամ գոյություն ունի, բան, այս բոլոր երկրներում որևէ նման հայտարարություն չեղավ, որևէ տեղ նման տերորիստ այդվեցին եւ մեկ էլ հանկարծ Ադրբեջանում ուրեմն այդ մասին խոսացին։ Սա իհարկե խոսում է այն մասին, որ այս երկիրը մտնում է այդ լարվածության մեջ, այդ զարգացումների մեջ եւ չի բացառում, որ ինչ-որ պահի, գիտես, սահմանի վրա լուրջ ադրբեջանական զորքեր կան, չի բացառում, որ ինչ-որ պահի այնտեղից փորձ արվի ուրեմն ցամաքային գործողություն սկսել։ Սա շատ վտանգավոր է։ Դե լավ, դե իհարկե Հայաստանի համար շատ վտանգավոր է այդ զարգացումները ես գնահատեի վատ, շատ վատ եւ ահավոր վատ, ավելի շատ այդ դիրույթում են լավ զարգացում դժվար են պատկերացնում։ Այդպես միշտ քաղաքականության մեջ օրինակ կարող է լինել նաեւ շանսեր, չէ՞, ինչքան էլ վատ վիճակներ։ Օրինակ եթե Հայաստանը ունենար նորմալ ղեկավարություն, դե հա, ես այն կարգավարվածություն եմ ասում, որ քանի որ
քանի որ չունի նորմալ ղեկավարություն, այդ հանգամանքը հաշվի առնելով եմ ասում, արի վերջում էլ մի փոքր անդրադառնանք հայաստանյան տենց որոշ զարգացումների։ Ես մի կարևոր բան եմ ուզում ասել, մինչև Հայաստանի անդրադառնալը։ Կարևոր բանն այն է, որ հիմա փաստորեն Ադրբեջանը, որ պատերազմի մեջ չի մտնում, այստեղ հիմնական ուրեմն նրան զսպող գործոնը դա Թուրքիան է։ Թուրքիան է, որը որ չի ուզում, որ ինքը իր ամենամերձ դաշնակիցը, իր փոքր աղբերը, ուրեմն Իսրայելի համար գործիք դառնա։ Այսքան ժամանակ, որ Իսրայելին ծառայում էր, ոչինչ, դեռ ընդունելի էր։ Բայց հիմա արդեն Ադրբեջանի գործոնը կարող է դառնալ քրիտիկական։ Հետաքրքիր է։ Եթե Ադրբեջանը մտավ այդ գործողության մեջ, ուրեմն քրդական հարցն է մի անգամից գլուխ բարձրացնում ամբողջ ռեգիոնում եւ այդ թվում նաեւ Թուրքիայում, որը որ սարսափելի պրոբլեմա։ Գիտեմ, այսինքն սա բերում է Թուրքիա-Ադրբեջան լարվածության, որը որ Հայաստանը պետք է իր հետագա քաղաքականության մեջ հաշվի առնի։ Այսինքն ես նկատի ունեմ այն ժամանակ, երբ որ Հայաստանը ունենա քաղաքականություն, էլի ոչինչ։ Եվ ուրեմն ըստ այդմ արի անցնենք այն հարցերին, թե երբ Հայաստանը կարող է ունենալ քաղաքականություն։ Դե հա, այս շաբաթը իրականում որոշակի հետաքրքիր ներքաղաքական զարգացումներ եղան։ Ֆոնը իհարկե մեր քթի տակ տեղի ունեցող իրադարձություններն են, իրանական պատերազմներ, բայց ամեն դեպքում որոշակի իրադարձություններ տեղի ունենան։ Ես օրինակ կուզեի ընդգծել, որ որոշակի նշաններ է ցույց տալի, որ impeachment-ի գործընթացը կարող է, ինչ որ դրսևորմամբ նոր զարգացում ունենալ, կարող է, որովհետև Դավիթ Համբարձումյանը հանրությանը բաց նամակ հղեց, որում նշեց, որ եթե ինքը չի, ապա ցանկացած այլ տեխնացու կարող է լինել եւ լավ կլինի, որ impeachment-ի գործընթացը նորից նոր շունչ ստանա։ Ինչը տրամաբանություն, ինչ որ առումով իհարկե ունի այն տեսանկյունից, որ թվում է, չէ, այս ընտրություններ են, բայց նախ օրենսդրական արգելք չկա impeachment-ի գործընթացը իրականացնելու, երկրորդն էլ չէ որ հիմա ԿՊԱ-ականների այն կազմը, որ գտնվում է ազգային ժողովում, դրանց մի մասը այլևս չի լինելու ԿՊ-ի ցուցակում։ Արդյոք դա ինչ որ մոտիվացիա չի առաջացնում նրանց մոտ կամ տեսականորեն չի կարող առաջացնել, որ նրանց հետ հնարավոր լինի աշխատել եւ նրանց բերել այս գործընթացի դաշտ։ Ես կարծում եմ, որ դա որոշակի իրատեսականություն ունի։ Ես այդ impeachment-ի հետ կապված մի ուրիշ մոտեցում ունեմ, ճիշտ ասած, ինձ թվում է impeachment-ը դա սիմվոլիկ բառ է, որը որ նշանակում է թե փողոցային շարժում պետք է սկսել։ Դե հենց այդ է հարցը, ես դրան էի գալի, այսինքն impeachment-ի մասին խոսելով մենք չպետք է խոսենք առաջի հերթին եւ որպես կարևոր բաղադրիչ, հենց պարլամենտական բաղադրիչի մասին։ Ես կարծում եմ, հենց փողոցային շարժումն է, որ կարող է impeachment-ի մասին խոսելու հիմք տալ, իսկ փողոցային շարժման նախադրյալները Հայաստանում լիուլի կան։ Եվ էսա պատճառը, որ մենք տեսնում ենք, որ իշխանությունները ինչ որ արհեստական բաների են դիմում, օրինակ երեկվա ուրբաթ օրվա ավելի ճիշտ այդ տարօրինակ միջադեպ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, երբ որ մի ինչ-որ տարօրինակ մարդ շատ հանդարտ ձևով այդ ձայնագրությունը կարծում եմ դու էլ ես տեսել, մոլոտովի կոկտեյլ էր, ինչ էր, ինչ որ տենց վառվող բաներ, շպրտում էր ԱԱԾ-ի շենքի վրա, ասեց հանգիստ ոնց որ գիտես, ոնց որ բան աներ, ինչ ալու։ Խորոված ոնց որ աներ, հա, ասենց այն որ տենց 100 տարվա խորովածանողը ոնց որ տենց խորոված տենց հանգիստ առանց տենց ֆլեգմատիկ բան էլի։ Ոտեջ եկել դրեցին այդ մարդուն կապեցին Պաչիմուտը բանի Սամվել Կարապետյանի հետ։ Հիմա ես մի երկու բան եմ ուզում սրա հետ կապված ասեմ։ Առաջին, մենք քանի որ հաճախ ենք գործի բերումով ստիպված լինում ԱԱԾ շենք մուտք գործել, որովհետև ԱԱԾ շենք պետք է մուտք գործես ԱԱԾ-ի պատվալ գնալու համար, որտեղ մեր պաշտպանյալներն էին, ուրախ եմ ասել, որ էին, որովհետև Արշակ Սրբազանը մի քանի օր առաջ ազատ արձակվեց կալանքից, բայց Արշակ Սրբազանի մոտ ենք այցելում եւ այլն, եւ մի բան գիտենք, որ այդտեղ կա նորմալ պաշտպանություն, եւ եթե ինչ որ մեկը օրինակ անգամ բերեր մեքենա կանգնածների մի 5 վայրկյան ԱԱԾ-ի շենքի դիմաց, ապա բնականաբար այնտեղ ծառայող տղաները դուրս կգային եւ միջոցներ կձեռնարկեին։ Հիմա ես չեմ հասկանում այդ մարդը այդ անգամ այդ 15-20 վայրկյանը, երբ որ այդ տարօրինակ ապօրինությունը անում էր, այդ անհասկանալի ապօրինությունը անում էր, այնտեղ ոնց եղավ որ մի խոսքով շատ խառը պատմություն է, սա ինչ պատմություն է, այս միանգամից հիշում ես այն Ռեյխստագի հայտնի պատմությունը, որով որ
Հիտլերը կոմունիստներին բան արեց, մեղադրեց, հետո փակեց, հետո պարզվեց իրանք են արել։ Հիմա այս պատմությունը նոր է սկսում զարգանալ, ես չգիտեմ այս ինչ բան է, բայց ես տեսնում եմ ինչ որ ջիղ այստեղ, որ ինչ որ բան գցեն մարդկանց գրպանը։ Մի հատ իրավական հարց տամ։ Իմ կարծիքով դեռ առաջի հերթին պետք է դրա վրա տերորիզմի հոդված դնեին, բայց դրեցին։ Բա տերորիզմ չի, ի՞նչ է բա դա։ Եթե դա տերորիզմ չի, բա ի՞նչն է տերորիզմ։ Ագրասերբազանի վրա տերորիզմի հոդված են դնում, իսկ այստեղ ուրեմն դրել են ուղղակի պետական գույքը փչացնելու հոդված, դա ինչ է։ Այսինքն իրանք գիտեին այս մարդով, այսինքն այս ինչ մտածում են այս մարդը տենց չէր իմանում այդտեղ, գիտեր որ պետական շենք է, բայց չէր իմանում, ասենք Սանեպիդկայանն է, ԱԱՑ-ը է, ես շատ իմանամ գյուղապետարանն է, ինչ է, եկել էր պետական այդ լրիվ անհասկանալի է, այստեղ էս հոգեկան հիվանդեր էս մարդը կամ չեմ հասկանում ինչ էր, բայց մի անգամից բռնեցին Սամվել Կարապետյանին կապեցին։ Ես ուզում եմ վերադառնամ այնուամենայնիվ այդ փողոցային պայքարի հետ կապված հարցին, այստեղ մի կարևոր բան կա, էլի, որտեղ եթե մենք ուզում ենք ընտրություններում հաջողություն, ընտրությունները պետք է ընթանան փողոցային պայքարի ֆոնի վրա։ Ես կարծում եմ, սա միակ տարբերակն է, որ երբ որ զսպող տարբերակ չէ կարա լինի դա։ Ապօրինությունների զսպող եւ կանխարգելող գործողություն։ Այո, ապօրինությունները զսպող տարբերակը պետք է լինի եւ որովհետեւ չունենք ուրիշ մեխանիզմներ։ Միջազգային դիտորդներ չկան, չէ, ուրեմն կամ եթե կանել ավելի լավը չլինեին, որովհետեւ նրանք ոչ մի զսպող դեր չունեն, արդեն իրանց զեկույցները վստահաբար արդեն պատրաստել են, արդեն տեքստերը վստահաբար կա, կարան այսօր էլ հրապարակեն, որ ամեն ինչ նորմալ է անցել։ Այո, իրավապահ մարմինները ուրեմն չունեն, բան, անկախ չեն, դրանք ուրեմն ամբողջովին իշխանության տակ են, չգիտեմ, մամուլը չունի ազդեցություն, այն դատարանային աշճանա իշխանության տակ, որ նույնիսկ եկեղեցու հարցերին է մտնում ու առանց որևէ պահ մտածելու, որ սենց ախր ոնց կարելի ասա, էլի, մասնագիտությանը դեմ է, էլի, բացարձակ մասնագիտությանը դեմ է։ Մի խոսքով համաձայն են, որ փողոցային պայքարը կարևոր գործոն կարող է լինել։ Գործիքը կարող է լինի, ուրեմն բանը։ Եվ եթե դա իմպիչմենտի անվան տակ լինի, ավելի լավ, ինչ ա եղել որ։ Այո, լրիվ փաստորեն սահմանադրական պահանջի ներքո։ Հա, որովհետև դա մեխանիզմ է, որը ցանկացած պահի կարելի է գործադրել, ազգային ժողովում պատգամավորներ կան, այսինքն ընդդիմությունը դե իր հերթին, այնտեղ կան պատգամավորներ, որոնց հետ կարելի է աշխատել, այսինքն այստեղ աշխատանք կա, որ կարելի է կատարել փողոցային շարժման ֆոնի վրա, սա իր արդյունավետությունը պետք է ունենալ, որտեղ մի իրավական բան ասենք, եթե օրինակ վաղը լինի իմպիչմենտ, ապա նոր վարչապետը պաշտոնավարելու է ընդամենը մի 3-4 ամիս։ Եվ ընդամենը հասցնելու է ընտրություններ կազմակերպի։ Եվ իրականում այստեղ կա տրամաբանություն, որ այս մարդը չպետք է ընտրություն կազմակերպի, որտեղ ինքը ապացուցել է, որ ինքը դաղալություններ է անում աչուձախ, շատ մեղմ բառ եմ օգտագործում։ Թոշակ է բարձրացնում, դաղալություն է անում, ասենք երկրներ կա, որոնք որ օրենքով են արգելված դա անելը։ Բայց եթե մեր երկրում դա օրենքով արգելված չի, դա չի նշանակում, որ իրավունքով էլ արգելված չի, որտեղ դա բացահայտ ընտրակաշառք է, բացահայտ։ Այո։ Եվ Ես ուրիշ ինչ կա, ես տեսա նախընտրական զարգացումների մեջ Նիկոլի Մենյուի փոփոխությունը, հա, Պերաշկից անցավ Կոկորոզի, այսօր էլ ուրեմն սուջուխ էր ուտում, ուրիշ ինչ որ զարգացումներ եղել են։ Դե կարևորն է նա, որ տենց մենք ասենք թե ինչ չկար, այն էր, որ առաջի Կիրակին էր վերջի մի քանի ամսվա մեջ, որ ինքը եկեղեցի չայցելեց, արդեն երևի հոգնել էր այդ ամեն ինչից։ Եվ արդեն տենց տպավորություն կարող է լինի, որ այս շարժումը մեղմվում է, բայց դա ամենևին տենց չի եւ չպետք է հանգստանալ։ Ես կարող եմ ասել, որ մի քանի ուղղություններով ոչ շատ երևացող նրանք շարունակում են ինտենսիվորեն աշխատել, Մասյացոտնում օրինակ, անընդհատ հարկադիր կատարման ծառայությունն է, ինչ որ միջոցներ ձեռնարկում, ինչ որ բաներ անում, ինչ որ թղթեր գրում, ինչ որ բաներ նախապատրաստում, կապված են կարգալույծ Արմանի կարգավիճակի հետ եւ այլն, բազմաթիվ այլ բաներ, հիմա դրանց շատերի մասին չեմ ուզում խոսել, բայց այնպես չի, որ այս խնդիրը լուծվեց, խնդիրը բացարձակ չի լուծվել, ընդհանրապես դրա արտաքին դրսևորումներն են մի փոքր քողարկվել։ Գիտես, ես ճիշտ ասած մի այսպիսի տպավորություն է ստեղծվել իմ մոտ, որ բավականին կրեատիվությունը անգել է Նիկոլենց, այսինքն եթե առաջ իրենց այսպես ասած հարցակողի դերում էին, ապա հիմնականում իրենք հիմա ռեակցիաներ են տալիս։ Ուրեմն իրենք չեն կարողանում թեմաներ առաջադրել, փաստորեն վերջինի անց առաջադրած թեման, չգիտեմ,
այդ ամուսնալուծությունն էր ու կուկուռուզ ուտելը, հա, դրանից հետո թեմաները առաջադրում անդիմությունը եւ նրանք սկսում են պաշտպանվել, սկսում են սա կարծում եմ լուրջ բան է, լուրջ գործ է, սա լուրջ է։ Համաձայն եմ։ Դրանից առաջ միշտ եղել է հակառակը։ Հա, դրանից առաջ միշտ եղել է հակառակը եւ այս առումով ես կարծում պետք է ուղղակի այս ճնշումը ավելացնել, հա, ուրեմն իշխանությունների վրա, մանավանդ նախընտրական փուլում դա կարող է էական փոփոխությունների բերի։ Դե հա։ Անցած շաբաթվա մեջ ընտրական գործընթացների մասով կարող ենք ասել, որ միակ բանը, որ ես տենց որպես գործոն նկատեցի, դա այն էր, որ միասնության թևերի կամ Արման Թաթոյանի շուրջ կարծեք թե համախմբումը որոշակի տեղի ունենում կապված Հայաքվեի միանալու հետ, Ահա, որը տենց զուտ որպես process գծենք, որ մեծ հաշվով դրական է, որտեղ նույն ուղղության վրա էին աշխատում ու լավ կլինի, որ այսինքն ձայների փոշիացման հնարավորությունը մի փոքր նվազեց այս մասով։ Ես քեզ ասեմ, այդ բեկորների առաջացումը, հետո այդ բեկորների միավորվելը, ես ճիշտ ասած լավ չեմ պատկերացնում, թե դա ինչ պետք է տա, բայց չգիտեմ հիմա։ Այստեղ խնդիրը խոշորի եւ փոքրի հարցն է, էլի։ Այսինքն այստեղ կարևորն այն է, թե փոշիացման ինչ պոտենցիալ կա, ինչքան քիչ լինի փոշիացման պոտենցիալը, ինչքան քիչ լինեն այն ուժերը, որոնք որ ակնհայտորեն չեն հավաքելու իրենց 4%-ը, դաշինքների դեպքում 8%-ը, բայց օրինակ չգիտեմ, մի քանի թեկուզ 1000 ձայն են հավաքելու եւ այդ մարդիկ ոչ թե առանձին են գնում, այլ միասին են գնում, դրանով ավելացնում են շեմը հաղթահարելու հնարավորությունը, դա լավ է։ Դա դրական է։ Ես տենց եմ դիտում։ Որսա։ Դե ինչ, երևի թե տեսնենք Այսքանով սահմանափակվենք, այսքանով ավարտենք, մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին, ամեն կիրակի կարող եք մեզ դիտել Anti-Fake-ի YouTube-յան ալիքով, մենք ուզում ենք նաև ամենավերջում շատ կարճ քաղբանտարկյալների մասով խոսել, մեր տղաները շարունակում են նույն վիճակում մնալ, Վազգենը բանտային կալանքի տակ է, Նարեկը տնային կալանքի տակ է, հաջորդ նիստը տղաների գործով նշանակված է ապրիլի սկզբին, ժամկետը տղաների թե տնային կալանքի, թե բանտային կալանքի լրանում է ապրիլի կեսերին, մասնավորապես ապրիլի 13-ին, մինչև այդ պետք է դատարանը նորից անդրադառնա, դրահագին ժամանակ կա։ Մյուս քաղբանտարկյալների մասով ասենք, որ նախորդ շաբաթ դատարանը մերժեց տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին, տնային կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքը շարունակում է մնալ տնային կալանքի տակ։ Արդեն նշեցինք Արշակ Սրբազանի մասով վերաքննիչ դատարանը, նույն վերաքննիչ դատարանը համեմատաբար դրական որոշում կայացրեց եւ բանտային կալանքը փոխարինեց ներողություն, վարչական հսկողությամբ, տարօրինակ ձևով սահմանեց, որ նա չի կարող դուրս գալ վաղարշաբաթ խոշորացված համայնքի տարածքից, չեմ հասկանում թե ինչի, բայց ամեն դեպքում իհարկե դրական փոփոխությունն է, թեև մենք հայտարարեցինք, որ մենք բողոքարկելու ենք որոշումը, որտեղ գտնում ենք, որ այստեղ պարզապես չկա հիմնավոր կասկած, պարզապես իրենց նկարագրածը չի համապատասխանում քրեական օրենսգրքի տվյալ հոդվածին։ Երկարացվեց Գյումրու քաղաքապետի բանտային կալանքը եւ երևի թե այսքանը քաղբանտարկյալների մասով։ Դե հետևենք զարգացումներին թե Հայաստանում, թե ուրեմն մեր հարավում մանավանդ, հա, տեսնենք ինչա գալիս։ Եվ հուսանք, որ մի ինչ-որ դրական զարգացում կլինի, պատերազմը արագ կավարտվի մինչև մեր հաջորդ եթերը։ Մինչ հաջորդ կիրակի, հաջողություն։ Ստեսություն։